Շնորհակալություն ազգային ժողովի մեծարգո նախագահ, արգելի գործընկերներ, քանի որ նախորդ նիստից հետո մի շարք ստեր տարածվեցին լրատվադաշտում, տարածվեցին նաև ընդդիմադիր падգամավորների կողմից, այն մասին, թե իբր իրենք բարձրաձայնել էին ցեղասպանության, ուրացման հետ կապված ինչ-որ մի նախագիծ ու դրանից հետո տեղի ունեցավ ինչ-որ միջադեպ, ինչը բացարձակ սուտ է, որտեղ խնդիրը ընդամենը նրանում էր, որ ազգային ժողովի նախագահը նիստի կարգուկանոնը պահելու նպատակով նկատողություն ու դիտողություն էր արել ընդդիմադիր падգամավորներին, հիմա լեզվակռիվ սկսեց ու տեղի ունեցավ միջադեպը, բայց ամեն դեպքում դա վերագրեցին, թե իբր ցեղասպանության, ուրացման դեմ ինչ-որ նախագծի հետ էր կապված։ Ձեզ եմ ներկայացնում, սիրելի քաղաքացիներ, 2010 թվականին նկարահանված մի տեսանյութ Ամերիկայի Միացյալ Նահանգների այդ ժամանակվա փոխնախագահ Ջո Բայդենի մասնակցությամբ։ I have a question. Very involved in Armenian American community. As you know, we've been very burned there. Want to know what is the message we should be giving to our community? What should be given to the community is that we are not backing off. The Turks have to come to realization of what reality is, and what we got to do is, the compromise that was being worked at. Tell them there was an Armenian president called me and said, "Look, do not force this issue." The Armenian president called me and told me not to force this issue. Հայաստանի Հանրապետության նախագահն է զանգել ինձ եւ խնդրել, որպեսզի չթեժացնեմ այս հարցը։ Խոսքը վերաբերվում է ցեղասպանության ճանաչմանը։ 2010 թվական, 10 թե 12, լավ չեմ հիշում, մի խոսքով նախագահը նույնն է Հայաստանի Հանրապետության։ Նախագահը Սերժ Սարգսյանն է։ Այդ ցեղասպանություն ուրանալուց եք խոսում, հարգելի դաշնակցական գործընկերներ, հարգելի հանրապետական գործընկերներ, հարգելի հանրապետական ու դաշնակցական գործընկերներ, եթե ցեղասպանություն ուրացող եք ման գալի, ման եկեք ձեր քաղաքական առաջնորդ Սերժ Սարգսյանի դիմապատկերի մեջ կամ ձեր կուսակցական շարքերում որպես այդպեսին։ Շնորհակալություն։